Հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստացված եւ մշակված տվյալների 2026 թվականի փետրվարի 7-ից ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչեւ հունիսի 7-ը ժամը 24:00-ն նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում։ 599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ, 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։ Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում։ Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Յ. Սա գլխավոր դատախազության հունիսի 8-ի պաշտոնական հաղորդագրությունն էր։ Այս իրավիճակին զուգահեռ օրերս դատական համակարգը եւս պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ հակակոռուպցիոն դատարանը վերջին 2 ամսում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացվել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաեւ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն։ Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10%-ն է մերժվել։ Միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ ստանալուն, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։ Այս պահին դատարանում արկա են միջնորդություններ, որոնք դեռ քննարկման փուլում են։ Եվ ահա, համատարած կալանավորումները խնդիր են ստեղծել բանտերում։ Ամնուր լրատվականին հասած տեղեկությունների համաձայն քրեակատարողական հիմնարկի պետերը կալանավորներին ընդունելու խնդրի առաջ են կանգնել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն ամեն խցում կարող է լինել 8 անձ, իսկ նախկինում եղել է, որ թվով շատ կալանավորներ են եղել 1 խցում։ Արդյունքում սահմանված թիվը բանտապետերը չեն կարող գերազանցել եւ նոր կալանավորներին չեն կարողանում տեղավորել, քանի որ խուց չունեն։ Ստացվում է իրավապահ համակարգի գործողությունների վերջին շրջանում համատարած կալանավորումների պատկերին զուգահեռ քրեակատարողական հիմնարկում խնդիր է ստեղծվել։ Դիմեցին քրեակատարողական ծառայություն հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներսում, ի պատասխան հորդորեցին դիմել գրավոր։